ես աղոթում եի ու սենց խորում եի ինչ պետք է ծառայեմ այստեղ։ Գիտեք, քարոզիչները սենց բազում թեմաներ ունեն, բայց ես ուզում եի լսել Աստծուն ինչ է ուզում Աստված, որ այստեղ խոսեմ։ Եվ իմ սրտում մի թեմա ծնվեց, այսինքն թեմա կար, որ ես ուզեցա խոսել այստեղ։ Ես դա տարբեր տեղեր խոսել եմ։ Իմ այսօրվա թեմայի վերագիրը էսպես է լինելու. նորոգիր զոհասեղանդ։ Նորոգիր զոհասեղանդ։ Ուցե հիմա մեկ առաջ անգամ այստեղ ասում ինչ իմ զոհասեղան, այդ ինչ բան է, ինչ են անում ստեղ։ Ահա վերջում մեկին մատաղ են անելու բեմի վրա։ Չէ։ Ոչ մեկին մատաղ չեն գանելու։ Ուզում եմ քեզ միտեղ ցույց տամ Աստվածաշնչից, դա Գործք առաքելոց 17-րդ գլուխ 23 խոսքում է։ Եվ նայեք Պողոս ինչ հետաքրքիր բան անում, ասում է, որովհետև ես ման գալով ու ձեր մեջ պաշտամունքը տեսնելով մի սեղան գտա, որի վրա գրված էր անծանոթ Աստծուն։ Ոստի նա, որ դուք չճանաչելով պաշտում եք, ես նույնը ձեզ եմ քարոզում։ Գիտեք, երբ որ ես սովորում եմ միսիոներական դպրոցում, մի հրաշալի ուսուցիչ այս թեմայի շուրջ խոսեց ու դա իմ սրտին այնքան կպավ։ Ես շատ էի կարդացել, այստեղ ու միշտ գրած էր անծանոթ Աստծուն, անծանոթ Աստծուն։ Ոչ չգիտեք անծանոթ Աստծո պատմությունը։ Եվ գիտեք, այդ ուսուցիչը ինքը ինձ տվեց այդ հայտնությունը, եւ նա գիտեք ինչ էր ամենահետաքրքիր, որ այդ տարածքում Աթենքում մի ժամանակ մեծ վարակ բռնկվե։ Եվ ամեն մեկը իր ասել ամեն մեկը ձեր Աստծուն կանչեք, որպեսզի հրաշք լինի եւ այս վարակը կանգնի, որտեղ ոչ մի կերպ այդ վարակը չի կանգնել եւ շատ հազարավոր մարդիկ են մահացել։ Եվ գիտեք, այդ ուսուցիչը պատմում էր, որ ինչ անում են իրանց ամեն մեկը Աթենքը հիմնականում կրապաշտ sense տարբեր աստվածների պաշտող երկիր եղեն ժամանակ, ամեն մեկը սկսել իր զոհեր անել իր Աստծուն։ Եվ ոչ մի բան չի եղել, վարակը շարունակվել է, բժշկությունը չի կարողացել այդ ամեն ինչը կանգնեցնել։ Եւ հանկարծ մեկը ասել է, գիտեք, ոնց որ օրինակ եմար, հիմա դուք Եկատերինբուրգում եք ապրում, մեկը ասի, գիտեք ինչ կա, Չելյաբինսկում մի հատ օրինակ իմար ում ասեմ լավ ոնց բենիկ անով մարդ կա ինքը մի Աստծո է պաշտում որ հրաշքներ անում գնանք իրան ասենք թող գա ինքն էլ ոնց որ իր Աստծուն զոհանի որպեսզի այս ամենը կանգնի եւ գիտեք օրինակ իմար գնում են Չելյաբինսկ գտնում են բենիկին բենիկը գալիս աղոթում է իրական կենթանի Աստծուն եւ այդ հրաշքը կատարվում է եւ այդ վարակը կանգնում է Եվ իրենք այդ տարածքը մի հատ բլուր է, որտեղ բազում զոհասեղաններ կան։ Եվ մի նոր զոհասեղան է այնտեղ հայտնվում, որի վրա գրված է անծանոթ Աստծուն։ Անծանոթ Աստվածը, որը որ կարողացավ այդ վարակը կանգնեցնել։ Գիտեք, մենք ունենք կենթանի Աստված, որը կարողանում է ցանկացած իրավիճակ կանգնեցնել։ Եվ գիտեք, ամեն մեկս մեր մեջ թեկուզ երբ որ աշխարհում ենք եղել, մենք ունեցել ենք զոհելու ցանկություն, զո անելու ցանկություն։ Երբ որ գիտես, երբ որ մի դիպված կա եղել, դու մի անգամից մտածել ես։ Մի հատ ակլոր վերցնեմ, տանեմ մատաղանեմ։ Գառը տանեմ մատաղանեմ։ Գիտես, երբ որ դու գնացել ես տաճար, քո մեջ ցանկություն է եղել։ Այնտեղ այսպես փոքր արկղ դրած, դու այնտեղ գումար ես գցել։ Դու մոմ ես գնել, վառել ես, դարձյալ մտածելով, որ դու զոհ ես անում։ Եվ գիտեք, Աստված երբ որ մեզ ստեղծել է, մեր ներսում կարծես դրված է դա, ամեն մեկի հոգու ներսում կա իրականում զոհասեղան, որտեղ ինքը փնտրում Աստծուն։ Եթե ամեն մեկս մեր հետ ազնիվ լինենք, ու միջև իրական Քրիստոսին հանդիպելը մենք հետ նայենք, մենք բոլորս էլ ինչ-որ ժամանակ սրբատեղիներում, տաճարներում, մոմեր ենք վառել, մենք ինչ-որ բան փնտրել ենք մեր ներսում։ Ճիշտ է, դա մեր կյանքը գուցե չի փոխել, օրինակ իմ կյանքը չէր փոխում այդ ամենը։ Միջև որ ես հանդիպեցի Հիսուսին։ Ես գնում եմ մոմ էի վառում, ինչքան ես չգիտեմ դուք ոնց կհասկանաք ասածս, մեր տարածքում շուշպա ենք ասում, ինչքան այդ մատուռում շորեր կար դրած, այսպես բոլորը համբուրելով գնում են, բայց գիտեք, երբ որ այդ մատուռից դուրս էի գալիս, իմ կյանքում ոչ մի բան չէր փոխվում։ Ես նույն մեղավոր մարդն էի, նույն մեղավոր մարդն էի, առանց որևէ տարբերության։ Բայց գիտեք, երբ որ ես հանդիպեցի Հիսուսին, իմ կյանքին կփոխեց։ Հիմա նայեք, ձեր ներսում կա զոհասեղան, որտեղ դուք շատ անգամ ինչ-որ բաներ զոհել եք։ Այսօր դուք զոհել եք ձեր ժամանակը։ Այսօր գուցե շատերը հանգստի ժամանակ էր իրանց։ Այսօր կիրակի է, շաբաթը, գուցե ոմանք այսօր աշխատանքի չեն,
Գուցե ոմանք աշխատանքի են ընդཐུպ զոհել են իրենց աշխատանքը, որպեսզի լինեն եկեղեցական հավաքույթին, եւ դուք զոհ եք արել, դուք ինչ որ բան բարձրացրել եք ձեր զոհասեղանին, եւ այսօր դուք այստեղ եք։ Գուցե մեկը հանդիպում ուներ, հանդիպումը հետաձգելա։ Գուցե մեկը օրինակի համար, չգիտեմ, ֆինանսա վճարել, եկե հասել այստեղ։ Դու դարձյալ զոհ ես արել, այսինքն ինչ որ բան դու դրել ես զոհասեղանին։ Եվ գիտեք, քո զոհասեղանը այսօր նորոգվելու կարիք ունի, որպեսզի քո կյանքում մի նոր մակարդակ գա։ Գիտեք, մենք ազգ ենք, որտեղ սիրում ենք բան խոստանալ։ Մենք ազգ ենք, որ երբ որ գնում ենք մատուռ կամ տաճար, ասում ենք Տեր, որ մի հատ տղա ունենամ, քեզ այսպես մի հատ ղոչ եմ մատաղանելու, քո համար ղոչ եմ մատաղանելու։ Ղոչը գիտեք, չէ՞, բանա, արուգարը։ Ղոչ եմ մատաղանելու քո համար։ Ու հանկարծ այդ տղան ծնվում է, ինքը ասում է խոստացել եմ։ Ես պետք է այդ մատաղանեմ։ Ու անում են մարդիկ, համաձայն եք։ Նաշն է հետաքրքիր։ Դու սկսում ես որ բան զոհել։ Ենթադրենք օրինակի համար դու շատ ես սիրում բամբասել, բայց հանկարծ ինչ ես անում, բամբասանքը հանուն Աստծո հանում է զոհասեղանի։ Ասում ես ես այսօրվանից էլ չեմ բամբասելու։ Մի հատ երկիչ կա, երկիչ երգահան, այդպես քրիստոնեական աշխարհում, Խաչիկ Չոբյան անով մեկը կա, անձնավորություն, որ երգում է քրիստոնեական երգեր։ Եվ գիտեք, մեկ օր մենք գործնական հանդիպման էինք ու դες խոսում ենք ու հանկարծ ինքը հետաքրքիր բան պատմեց։ Ասում է տատս, չասեմ որ եկեղեցում ա եղել, ասում է երբ որ քուրիկներով հավաքվում էին, ասում էր թոթերը մեղք չհամարի ու սկսում էին մարդկանցից խոսել։ Թոթերը մեղք չհամարի, ոնց որ էդի բանը կլուչավի բալանին էլ է, թոթերը մեղք չհամարի, մեղք էին գործում։ Գիտեք, իրականության ինչ կորզում ես թոթերը մեղք չհամարի, որ մեղք ես գործում, եկա մեղք ես գործում։ Հիմա ոնց որ գլուխդ բաց sense թաց մազերով դուրս գաս Եկատերինբուրգին անուշ քամուն, ու ասես թոթեր ինձի, «Այ ես չհիվանդանամ», բայց եկել մինինգիտով տանում ենք ես հիվանդանոց։ Գիտեք, ո՞ս եղբայրը պատմում է, մենք շատ մտերիմ ենք իրենց, հրաշալի եղբայրը պատմում է, որ տատը մի օր երազ է տեսնում։ Որ ինքը դժոխքում է, եւ այն մսավաճառների կեռիկներ կան, որ sense բանի գարի կամ չգիտեմ կովի ջանդակը կախում են։ Այտենց կեռիկով sense իր լեզվից կախած, ինքը դժոխքում, այտենց այդ կեռիկի վրա կախված իր լեզվից, ու ինքը սարսափից արթնանում է, ու ասում է դուք չեք պատկերացնում, ովիկ, երբ որ քուրիկները հավաքվում էին ու ասում են թող Տերը մեղք չհամարի, ասում է տատս բերեն այսպես փակում են, որ չխոսար ոչ մի բան։ Գիտեք ի՞նչն է հետաքրքիր, որ քո կյանքում կան իրավիճակներ, որ դու պետք է քո զոհասեղանը նորոգես։ Բնավորության գծեր կան, ծուլության գծեր կան, ցանկասիրության գծեր կան, մեղքի հետ կապված հարցեր կան, որ դեռ վերջացած չի, դու այդ հարցերը պետք է լուծես ու դրանք պետք է բարձրացնես զոհասեղանի վրա։ Եթե դու դա չբարձրացնես զոհասեղանի վրա, ինքն է քեզ բարձրացնելու զոհասեղանի վրա։ Այստեղ մի սերունդ կա, որ բոլորը տեսած կլեն, չէ, Հարսնացուն Հյուսիսից։ Խնդրեմ ձեր բարձր, ովքեր որ տեսել են, վաու, փառք Աստծո, մենք լավ սերունդ ենք։ Չնայած նորը вообще սենց ավելի հետաքրքիր են, բայց այդ ֆիլմում հետաքրքիր բան կա, չէ, ասում կամ ես քեզ կտանեմ ԶԱԳՍ կամ դու ինձ միլիցիայից, չէ։ Հիմա նայ, գիտեք ի՞նչն է հետաքրքիր։ Կամ դու մեղքի հարցը պետքա լուծես, բարձրացնես զոհասեղանին ու ազատվես դրանից, կամ ինքն է քեզ բարձրացնելու զոհասեղանին։ Բայց արդեն ոչ տիրոջ զոհասեղանը։ Հիմա դու ես որոշում ինչ անես։ Երբ որ քո զոհասեղանը սկսում ես նորոգել, գիտես քո կյանքը սկսում է փոխվել։ Քո զոհասեղանը պետք է նորոգվի, որ այն բաները, որ Աստծուն դուր չեն գալիս, այն բաները, որ քեզ Աստծուց հեռացնում է, այն բաները, որ քեզ կարա Սուրբ Հոգուց թեկուզ մեկ քայլ հեռացնի, դու դա պետք է բարձրացնես զոհասեղանին, որպեսզի երբեք Սուրբ Հոգին քեզանից չգնա։ Բայց գիտեք մարդիկ ինչ են անում, ոնց ուզում ապրում են, ինչ ուզում ասում են, երբ ինչ պետքա խոսում են, երբ ում պետքա մեկ-մեկ էլ ասում են աննեն շշպրեցի, ասում են բաներ, որ իրականում վայել չի նաև քրիստոնեային, հետո մտածում են, բայց ես Սուրբ Հոգով կարամ աղոթեմ։ Գիտեք մի բան ասեմ, լեզուներով աղոթքը դեռ չի նշանակում, որ Սուրբ Հոգին լիարժեք քո ներսում է։
Դա ընդհանրապես պարգևն է։ Բայց երբ որ դու բաներ կա բարձրացնում ես զոհասեղանի վրա, Աստված էլ է դա տեսնում եւ կրակ է իջնում։ Ուզում եմ գնանք մի հատ հետաքրքիր տեղ։ Դա Ծննդոց գիրքն է։ Բայց միջև դա գնալը մի բան եմ ուզում կարդալ իմ գրառումից։ Երբ դու գալիս ես զոհասեղանի առաջ, Աստված արդեն այնտեղ է։ Ես չեմ կարդա Մարկոս 12:41-ը։ Ասում Հիսուսը նստած էր գանձանակի մոտ։ Նայում էր մարդիկ ինչպես են զոհաբերում։ Գիտես, երբ որ դու ինչ-որ բան ուզում ես բարձրացնել զոհասեղանին, Աստված արդեն այնտեղ է։ Ու ինքը տեսնում է դու ինչ ես զոհաբերում։ Դու ինչ ես, ես ֆինանսական զոհի մասին չեմ խոսում։ Բնավորության գիծ օրինակի մար։ Մարդկա ծույլ է։ Մարդկա սիրում է շատ քնել։ Ու հանկարծ ասում է, գիտես, ես կզոհեմ իմ քնի ինչ-որ ժամը եւ այդ ժամի հաշվին ես Աստծո հետ կսկսեմ հաղորդակցվել։ Դու ստեղ ես։ Գնացինք Ծննդոց գիրք, որ ստեղ ես։ Ծննդոց գրքում հետաքրքիր պատմություն կա։ Ծննդոց 15-րդ գլուխ 9 համարի խոսքից է գրված։ Մենք ինչ անում Աբրամը։ 15-րդ գլուխ 9 խոսքից եմ կարդում։ Տեր ասես նրան. Ինձ 3 տարեկան երինջ, 3 տարեկան այծ, 3 տարեկան խոյ ու տատրակ եւ աղավնի ձակ բեր։ Աբրամ բոլոր սրանք բերեց ու նրանք մեջտեղից կտրեց, ասեմ ես արևմտահայերեն եմ կարդում, գուցե բառեր կան այստեղ ձեր էկրանը չբռնի, չասեք ես մարդ ուրիշ բան է կարդում, դե ուրիշ բան է գրած։ Եվ ես եթե լրիվ արևմտահայերեն կարդում, ոչ մի բան չեք հասկանում, ծողակի կարդում եմ ինչ որ այստեղ գրված է իմ մոտ, ես ինչ ապաշխարել եմ, ես թարգմանություն եմ կարդում միջև հիմա։ Ասում Աբրամ բոլոր սրանք բերեց ու նրանք մեջտեղից կտրեց եւ ամեն մեկ կտորի իր մյուս կտորի դեմ դիմաց դրեց, բայց թրջունները չկտրեց։ Եվ երբ դիակների վրա գիշատից թրջուներ իջան, Աբրահամը ֆռնտեց նրանց։ Ու երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա խոր քուն եկավ, եւ ահա նրա վրա մեծ մտության մեջ սոսկում եկավ։ Եվ Տեր ասեց Աբրամին. «Ստույգ իմացիր, որ քո սերունդդ իրենց մեջ չեղած երկրի մեջ պանդուխտ պիտի լինեն եւ ծառայություն պիտի անեն եւ այնտեղ 400 տարի պիտի չարչարվեն։ Բայց այն ազգը, որում որ պիտի ծառայեն, ես պիտի դատեմ եւ նրանք շատ ստացվածքով պիտի ելնեն։ Եվ դու խաղաղությամբ քո հայրերդ պիտի գնաս եւ խորը ծերացած պիտի թողնես։ Եվ նրանք 4-րդ դարի մեջ այստեղ պիտի դառնան, որովհետև ամորացիների անօրությունը դեռ լցված չի։ Երբ արևը մար մտավ ու խավարը եղավ, ահա մխացող հնոց ու վառված ջա այն կտորների մեջտեղից անցավ։ Այն նույն օրը Տեր Աբրամին հետ ուխտ արեց եւ ասեց. «Քո սերունդիդ պիտի տրվի այս երկիրը»։ Հիմա նայեք, ինչն է հետաքրքիր։ Աբրամին, այդ ժամանակ դեռ ինքը Աբրահամ չէր։ Աբրամին ասեց. «Դու պետք է զոհ բերես։ Դու պետք է զոհասեղանի վրա ինչ որ բան դնես»։ Հիմա տեսեք, հաճախ Աստված մեզանից ինչ որ բաներ է ուզում, որ մենք պետք է դնենք զոհասեղանի վրա։ Դա գուցե օրինակի համար քո շատ սիրած, չգիտեմ, սերիալն է, որը որ քեզ ինչ անում, խանգարում է Աստծո հետ հաղորդակցվելու։ Եվ ասում է բարձրացրա զոհասեղանի վրա։ Եվ իմանեք, բաներ կա մեր կյանքի մեջ, եւ որ մենք դնում ենք Աստծո զոհասեղանի վրա, հետո գիտեք ինչ է լինում։ Նայեք, սկսում են գիշատիչ թրջուները գալ։ Դրանք են մտքերն են, որոնք որ գալիս են։ Հատ ինչ կլինի որ։ Հատ խո չմեռար։ Հատ խո հիմա դժոխք չգնացիր։ Ասում եմ գիշատիչ թրջուները եկան, այդ իրա դրած զոհի վրա, որպեսզի ուտեին, համաձայն եք։ Եվ որ դու ինչ-որ բան ես որոշում դնել Աստծո զոհասեղանի վրա, սկսելու են գալ թրջուները, սկսելու են գալ մտքեր։ Հա ինչ կլինի որ սենց անես։ Բայց մենք նայում ենք, որ Աբրահամը պայքարում էր դրանց դեմ, թույլ չէր տալիս։ Ինչի մենք աշխարհում, երբ որ սև գույնի գառ ենք խոստանում Աստծուն, անպայման սև գույնի ենք տանում։
Բայց հանկարծ քո բնավորության մի հատ գիծ կա, որ օրինակ իմար անպատասխանատվությունն է։ Կամ գիտես կա, դու մտածում ես, որ դու ամենախոնար մարդ ես, բայց քիթդ այնքան բարձր է, որ այս առաստաղը մեկ-մեկ խանգարում է։ Ու դու չես ուզում քո հպարտությունը բարձրացնել զոհասեղանին։ Դու չես ուզում քո ծուլությունը, որ դու օրերով աղոթքի չես կանգնում, ծուլության պատճառով բարձրացնել զոհասեղանին։ Ու մի օր որոշում ես առավոտ կանուխ ես արթնանում, այն մյուս օրը մտքեր են գալիս։ Դե երեք արթնացել ես, կլինես որ մի քիչ երկար քնես։ Դրանք են թրջուններն են, որոնք որ գալիս են եւ գիտես ուզում են այն ինչ որ դու բարձրացրել ես զոհասեղանին, ուզում են դա վերցնեն։ Ուզում են դա վերցնեն։ Գիտես երբ որ դու ինչ-որ բան ես բարձրացնում զոհասեղանին, գնում է պայքար։ Եվ հետո դրանից հետո, գիտես ինչ ալնում, գալիս է կրակը։ Գալիս է կրակը վերցնելու դա եւ այդ ժամանակ քո հետ ուխտ է կնքվում։ Դու աստում ես կարելի ասել մի հատ նոր հոգևոր մակարդակի։ Եվ այդ նոր հոգևոր մակարդակի մեջ գալիս հասնում ես մի տեղ, որ Աստված դարձել քեզ ինչ-որ բան է ուզում, որ դու դնես զոհասեղանին։ Եվ դու նորից որոշման առաջ ես կանգնում։ Եվ քո զոհասեղանը դու ինչքան որ նորոգում ես, գիտես, դու այնքան ավելի մոտենում ես Աստծուն։ Ուզում եմ մի հատ չեմ վախեցնում քեզ, բայց ուզում եմ մի հատ փաստ արձանագրենք, հա։ Պատկերացրա, հիմա Հիսուսը գա։ Հիմա։ Մեկ է լսենք փողերի ձայնը, ու հիմա Հիսուսը գա։ Ըստ քեզ։ Ես այսպեսի բան եմ ասում, հարց եմ տալի չպատասխանես։ Ըստ քեզ, որտեղ ես հայտնվելու։ Եթե հիմա Հիսուսը գա, դու հափշտակվելու ես, դիմավորել ես իրեն, թե տեսնելու ես կողքինդ հափշտակվես, դու մնացիր։ Ու գուցե մեկը իմ ասում է, եղբայր ջան, ես ինտերնետում լիքը հարցեր ունեմ լուծելու, միջև չլուծեմ չեմ հետա։ Ու կարող է չգնաս, ու մնաս։ Հիմա նայեք։ Երբ որ քո զոհասեղանը նորոգում ես, ինչ որ բան քո կյանքում շարժվում է։ Հետևանքը կարող է լինել Աստծո փառքի լեցունություն։ Երբ որ քո զոհասեղանը նորոգում ես, ինչ որ բան քո կյանքում շարժվում է։ Հետևանքը կարող է լինել Աստծո փառքի լեցունությունը։ Հիմա նայեք։ Ինչն ամենահետաքրքիրը։ Կրակը անցավ եւ այդ ամենը վերցրեց։ Կրակը անցավ եւ այդ ամենը վերցրեց։ Եվ ասեց նոր ուխտ եմ կնքում քո հետ։ Տերը Աբրահամի հետ ուխտ արեց։ Տերը Աբրահամի հետ ուխտ արեց։ Նա երբ որ դու ինչ որ բան դնում ես զոհասեղանին, դու հնարավորություն ես տալիս նոր ուխտի։ Դու հնարավորություն ես տալիս նոր ուխտ անելու։ Հիմա նայ, գուցե օրինակ հիմա դու սովորություն ունես։ Եկեղեցական հավաքույթի ժամանակ քո հեռախոսը քո ձեռն է, դու անընդհատ հեռախոսդ մեջն ես, անընդհատ ինչ-որ բաներ ես նայում ու մտածում ես, որ ականջով էլ լսում եմ։ Հավատա չես լսում։ Հավատա, այդ մայն մեկը նամակ է գրելու քեզ։ Մտնելու ես նամակիդ մեջ, հետո ընդից գնալու ես ուրիշ տեղ, հետո ընդից ուրիշ տեղ, հետո ընդից ուրիշ տեղ, հետո ընդից ուրիշ տեղ։ Մեկ էլ վերջում ասելու ահովը, ծառայողը կամ ամեն, դու գլուխդ բարձրացնում ամեն։ Ու գիտես սատանայի գլխավոր նպատակը սա էր։ Ես չեմ խոսում օրինակ հիմար ընդհանրենք TV ծառայողների մասին, որոնք որ հետևում են գուցե կայքին կամ մնացած բաներին։ Ես իրաց մասին չեմ խոսում։ Եվ դու գալիս ես եկեղեցի ու Instagram-ի մեջ ես։ Այստեղ ես քարոզողը կամ հովիվը կամ ինչ-որ մեկը ծառայում է, դու Instagram-ում ես։ Ու մտածում ես, որ ես եկեղեցում եմ։ Գիտեք, Աստվածաշունչը մեզ սովորեցնում մի խաբվեք, Աստված ծաղր չի լինում։ Մի խաբվեք։ Գիտեք, սատանայի ամենամեծ խաբկանքներից մեկը սա է, որ դու այսպես ֆիզիկապես նստած ես այստեղ, բայց քո հոգին, շունչը այստեղ չեն։ Գիտեք, այդ դեպքում մենք մտնում ենք մի հատ շոուի մեջ, այսպես ասեմ։ Բաներ կա, որ դու պետք է բարձրացնես զոհասեղանին,
ու քո սովորությունը դադարացնես։ Տեր, ես օրինակ եմ իմ սովորությունը, որ անընդհատ հեռախոսի մեջ մտնում եմ, նայում եմ, ես կոմեն։ Ես ավելի լավ է, եթե օրինակ ես հիմա քեզ ձանձրացնում եմ, ավելի լավ է վեր կենաս տեղիցդ գնաս, քան ցույց տաս, որ դու ստեղ նստած ես, բայց դու ստեղ չես։ Այդ դեպքում մենք կեղծավորվում ենք։ Եվ գիտեք, Աստծո ուզածը մի բան է։ Իր փառքը լցնի։ Իր փառքը լցնի։ Հիմա հարց։ Եթե Աստծո ուզածը սա է, որ իր փառքը իջնի իմ վրա, իր փառքը լեցնի ինձ, ես լցված լինեմ Աստծո փառքի ներկայությունով, բայց ես Instagram-ում եմ, ինչ եք մտածում, Աստված գալու է քեզ լցնի։ Գիտեք, Աստված չի լցնելու քեզ։ Որտեղ ինքը տեսնում է, որ դու քո զոհասեղանի վրա գյուղում երբ որ թոներով լավաշ են թխում, մեկ կողքերը հաստ է լինում։ Ու եթե այդ լավաշը մի քանի օր մնում էր, այդ կողքի հաստը դժվար էր ուտվում, կտրում էինք։ Ու դա հաճախ դառնում էր անասունների կեր։ Հիմա նայեք։ Եվ որ Աստված տենում է, որ դու այդ կողքի եղածն ես կտրել, բարձրացրել զոհասեղանին, գիտեք, Աստված դա չի ընդունել։ Բայց երբ որ Աստված տեսնում է, դու ինչ-որ բաներ դնում ես զոհասեղանին, կրակ է իջնելու։ Ու քո կյանքը լցվելու հրաշքներով, կրակ է իջնելու ու ուխտա լինելու քո հետ, որ քեզ օրհնելու եմ, քեզ լցնելու եմ, քեզ բարձրացնելու եմ։ Եվ հիմա մի հատ կարևոր բան կա։ Պատկերացրեք, Հիսուսը հիմա չի գալիս։ Քանից եք լսել, որ ասում են ինֆարկտը խփեց մահացավ։ Քանից եք լսել, որ ասում են վթարից մահացավ։ Ինչ եք մտածում այդ մարդը, երբ որ այդ օրը վթարից մահացավ, ինքը հաշվարկել էր, որ ինքը այդ օրը մեռնելու է։ Գիտեք, միջև իմ գալս, ոնց որ մի շաբաթ առաջ մեզանից մոտավորապես մի 30 կիլոմետր դեպի Գյումրի կողմը մի հատ գյուղ կա։ Այդ գյուղից ընտանիքը, ես չգիտեմ դիպվածները չեմ կարող ասել ոնց էր, բայց ընտանիքը ամբողջը մեքենայի ավտովթարից երեխեքով մեծերով սաղ մահացան։ Երկու մեքենա բախվել էին իրար։ Եվ գիտեք, այդ մարդիկ մի մեքենա մեջ հիմա 5-6 հոգի մարդ կային։ Լսվել են օփելի մեջ, չգիտեմ ուր էին գնում, ու իրենք ծրագրել էին օրինակի համար։ Գնում ենք, ենթադրենք, չգիտեմ, Վալոդենսնում, հարսանիք են գնում, կամ ծնունդ են գնում։ Իրենք դաժե պլանավորել են, ինչ նվեր են տանում, ոնց պետք է անեն, ինչ պետք է անեն։ Իրենք չէին պլանավորել որ մահանային, բայց մահացան։ Ու հիմա պատկերացա, եթե հիմա քո հոգին քեզանից դուրս գա, ուր ես գնալու։ Եթե քո ներսը չի ուրախանում, որ ես երկինք եմ գնում, կամ քո մտքի մեջ մի հատ բան կա, այս քեզ սպահում է, հենց այդ ինչ որ քեզ սպահում է, դու դա պետք է անես զոհասեղանին, որ քեզ ոչինչ չկարողանա պահել։ Ամեն, դու ստեղ ես։ Կպի կողքինիդ։ Ասա դու զոհասեղանին բան ունես անելու։ Նայեք, Աստված ուզում է իր փառքը լցնի։ Աստված ուզում է իր փառքը լցնի։ Աստված ուզում է իր փառքը լցնի։ Սել եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր որ մեզ տեսնում եք ուղիղ եթերով, Աստված ուզում է իր փառքը լցնի։ Բայց գիտեք, Աստված պիղծ տեղերում իր փառքը չի լցնում։ Այդ բաներ կա, որ քեզ խանգարում է, որ Աստծո փառքը գա, դու դա պետք է անես զոհասեղանին։ Հիմա գուցե մեկը լսի ասի, «Էդ ի՞նչ բան է այդ զոհասեղանը»։ Ասեմ քեզ, այն բանը, որը որ քո ներսում շատ անգամ առաջանում է, որ այ որ գնամ տաճար մի հատ մոմ վառեմ, այդ օրդկումն է, ցանկությունն է, այ քո ներսում է այդ ամենը կատարվում։ Եվ 72-րդ Սաղմոսի մեջ, նայեք ինչա գրում Աստվածաշունչը։ Աստված ուզում է իր փառքը լցնի, բայց Աստված փառքից առաջ, տեսեք, եկավ այդ կրակը, բայց կրակից առաջ Աբրահամին ասեց զոհարա։ Ուծե մեկ ասի գիտես կա, այսօր ես 1000 ռուբլի զոհել եմ, հերիք չի։ Տեսեք, ուզում ես 20,000 զոհի, ուզում ես 1 միլիոն զոհի, ես չեմ որ քեզ ասում եմ հերիքա ու ոչ։ Աստված քեզ կանչում է մի հատ ուրիշ փոխհարաբերության, որ իր փառքը լցնի քեզ ու քեզնով ուրիշներին։ Հիմա նայեք 72 Սաղմոս 19 խոսքում ինչա գրված։ Նրա փառավոր անունը հավիտյան օրհնյալ պիտի լինի։
ու բոլոր երկիրը թող լցվի նրա փառքով։ Ամեն ու ամեն։ Նրա ամբողջ երկիրը լցվի իր փառքով։ Հիմա Աստված ուզում իր փառքը լցնի, օրինակ հիմա Եկատերինբուրգում։ Ուզում է լցնի Չելաբինսկում, ուզում է լցնի, չգիտեմ, ես ուրիշ որտեղ ինչ պասելոկ կա, չգիտեմ անունները, Պիշմայի են գնացել եք, Պիշմայում, հա, ես չգիտեմ Պիշման որն է։ Բայց գիտես, ովքեր են ապրում Պիշմայում։ Փառք ասում, լիքը մարդ։ Բայց հիմա գիտեք ի՞նչն է հետաքրքիր, որ Աստված ուզում է ձեր միջոցով իր փառքը լցնի Պիշմա, ու ձեզանից որ բան է պահանջում, որ դրվեք զոհասեղանին, ասում ես, չէ, դա ես այդ բնավորությանս գիծը, որ կորցրեցի, կորած է։ Որոշ քույրիկներ կան, գիտեք ինչ են անում։ Ասում են Աստվածաշունչը սխալ է գրած, ես եմ գլուխը, ես պետք է թելադրեմ քեզ, մարդ դու ոնց անես։ Ու վերստում ասեն իշխանություն տանը, տեղերը փոխում ենք։ Դու պետք է ամաները լվանաս, ես դու նստեմ ֆուտբոլ նայեմ։ Գիտես ու հանկարծ այսօր դու որոշում ես կայացնում այդ իրավիճակը հանես զոհասեղանին։ Ես դեկել ես Հայաստանից ինձ ասում ես, որ ես բան պետք է անեմ, քո որոշումն է։ Բայց եթե չհանես դա զոհասեղանին ու խոնարհվես ու հնազանդվես քո ամուսնուն, Աստծո փառքը չես տեսնի։ Իր փառքի լեցունությունը չի կարող գա։ Ու որ հիմա քեզ խոսում եմ, այդ էր պակաս, այդ են թրջունները, որ եկան, որ զոհ ուզում են տանեին սեղանի վրայից։ Գիտեք, Ամբակումի մարգարեության մեջ 14-րդ խոսքում հետաքրքիր բան կա գրված, որովհետև երկիրը Տիրոջ փառքի գիտությունով պիտի լցվի, ինչպես ջրերը ծովը ծածկում են։ Գիտեք, Աստված ուզում է իր փառքի լիությունը լցնի։ Բայց մինչ դա Աստված մի բան է ուզում։ Զոհասեղան։ Զոհասեղան։ Գիտեք, ես գովաս չեմ անում դա։ Ինչեւ պատերազմ է իմ տղաները, մենք սիրում էինք իրար հետ ֆիլմ նայել։ Ֆիլմ։ Սերիալ չէ, ֆիլմ։ Մենք հավաքվում ենք տղաներով, ինձ չէր սիրում, աղջիկս էր միանում մեզ, ինքը բարձրանում էր երկրորդ թարք, մենք տղեկով տանը տենց 5-1 համակարգ կար միացրած, հենց հիմա էլ կար, այդքան չենք օգտագործում հիմա։ Մենք նստում ենք ոնց որ կինոթատրոնում ֆիլմ նայենք։ Գիտես, Նարնիան այդպիսի մի հատ ֆիլմ ունի, որ տղաները գնում են մի հատ ուրիշ թագավորություն, որտեղ այնտեղ առյուծն է։ Ու մեկը ֆալշ բան անում, այն թագուհին ասում է ինքը պետքա իմը դառնա, ես պետք է իրան վերցնեմ, առյուծը ասում է ես իրա փոխարեն կբարձրանամ զոհասեղանին։ Գիտեք, առյուծը երբ որ բարձրանում է զոհասեղան այդ ֆիլմի մեջ, դրա մեջ ասում շատ հոգևոր խորհուրդներ կան, հետո զոհասեղանը կոտրվում է։ Բայց մյուս ֆիլմում, երբ որ նորից այդ նույն պատերազմը կա, այդ զոհասեղան արդեն նորոգված է ու վերջում առյուծը գալիս է իրանց օգնում է։ Հիմա նայեք։ Գուցե քո կյանքի զոհասեղանը կոտրվել է։ Եվ Աստված չի կարողանում իր փառքը լցնի, որ դու քո պատերազմում հաղթես։ Եվ քեզ ինչ է պետք։ Սեղանը նորոգել։ Կպի կողքին դասա դու կարիք ունես։ Մյուս կողքին դասա սեղանդ նորոգելու։ Գիտեք, Աստծո ուզածը սա է։ Լցնի իր փառքը։ Լցնի իր փառքը։ Ուզում եմ ազնիվ լինես։ Ազնիվ եղեք հիմա։ Քանիստ եք ուզում Աստծո փառքը որ լցվի ձեր կյանքի մեջ։ Ուզում եմ քո ձեռը տենամ։ Քանիստ չեք ուզում։ Ո՞վ է ձեռն պա։ Ոմանք ձեռ չեն բարձրացնում, ասում են ձեռն պա, իրենք չեն ուզում։ Լավ, հիմա նայեք։ Դու ուզում ես Աստծո փառքը լցվի քո կյանքի մեջ։ Այդ դեպքում գիտես ինչ ես անում։ Քո սեղանը նորոգում ես։ Քո սեղանը նորոգում ես։ Քո բնավորության գծեր կան, որ դու պետք է բարձրացնես զոհասեղանը, որտեղ Աստծուն դուր չի գալի։ Գիտես, մարդը ամեն բանի խառնվում է։ Ամեն բանի մեջ քիթը մցնում է։ Իրան էլ իջել քիթը մցնում է։ Գիտես, գուցե Աստված ուզում է այդ բնավորության այդ գիծը հանես զոհասեղանին։ Գուցե մարդը ամեն ինչի մեջ կոնտրոլ է անում։ Գուցե այդ բնավորության գիծը հանես սեղանին։ Ոսես Տեր, ավելավա դու անես այդ ամեն։ Եվ նայեք նորից եմ ուզում կարդալ։
Ինչպես ջրերը ծովը ծածկում են, որովհետև երկիրը Տիրոջ փառքի գիտությունով կլցվի։ Աստված ուզում է այդ ձևը իր փառքը լցնի եկեղեցու վրա, այդ ձևը ուզում է իր փառքը լցնի քո տան վրա, ուզում է իր փառքը լցնի քո, չգիտեմ, բիզնեսի մեջ, լցնի քո քաղաքի մեջ։ Ասում ես, ինչ լավ կլինի, որ տես լինի։ Բայց միջև այդ Աբրահամին ասեց զոհ արա։ Աբրահամին ասեց զոհ արա։ Հետո պայքար գնաց այդ զոհի համար։ Հիմա գուցե օրինակի համար դու ինչ-որ բան հանելու ես զոհասեղանին, ու սկսվել է պայքարը։ Գիտեք, երբ որ Հովիվ Գորը խոսեց հավերժ ծոմի մասին, իմ մոտ հայտնություն եկա, որ ես պետք է մտնեմ դրա մեջ, եւ շատ ինձ սիրած բաներ ես հրաժարվեցի։ Ինձ շատ սիրած բաներ ես հրաժարվեցի, ես ծոմ վերցրեցի։ Միջև զատիկը շատ բաներ կար, ավելի շատ ենք ես մտել ծոմի մեջ, միջև անգամ մեկ լինում է ճնշում ես իջնում է 60, 40, մոքնակ ասում Հովիվ, աղա մի հատ քաղցասուն չէ, ես քաղցրից ծոմ եմ վերցրել, չեմ ուտելու ոչ մի բան։ Ասում եմ, բայց վիճակդ ինչ, ասում եմ, ոչինչ։ Ոչինչ, չեմ մեռնի։ Ճնշում իջնելուց չեն մեռնում, ինչքան գիտեմ, բարձրանալուց են մեռնում։ Ասում եմ, ոչինչ։ Բայց ուխտ եմ արել ես Աստծո հետ։ Հանել եմ ինչ-որ բաներ զոհասեղանին, ու հիմա էլ շատ բաներ կա զոհասեղանի վրա, ու գիտեք, այդ սկզբորեն այնքան դժվար էր։ Այնքան դժվար էր։ Պատկերացնում եք 15 տարի ամեն առավոտ դու արտանում ես սուրճ ես խմում, ու մեկ էլ հիմա արտանում ես, ու սովորությունս էսպես է, ես արտանում էի, սուրճը վերցնում էի, գիրքս վերցնում էի, ասում առանձնանում եմ, նստում եմ գիրք կարդալու, սուրճ էի խմում։ Ու դու հիմա առավոտ արտանում եմ, գիրքը վերցնում եմ, ու մի բան պակաս է, չկա գավաթը սուրճի։ Գիտեք, սկզբի օրեր այնքան դժվար էր։ Սենց ոնց որ մեկը ասես կոկորտից բռնածներ ու քաշտար սուրճի մոտ, ասում է ոչ։ Հենց մտնում է սուպերմարկետ, չգիտես խի միջև այդ երբեք այդ զգացումը չեմ ունեցել։ Ասում է սուրճերի բաժնով հոտ չէի անում, բայց հիմա սենց հոտ քաշելով ասում, ովեգ դու զոհասեղանին ես բարձրացրել։ Գիտես, հեշտ չի լինելու սկզբում, ասեմ քեզ իմանաս։ Եվ որ ես եկա հովը գիտերին սիրած խմիչները, խմիչքը իհարկե հյութերի մասին է խոսքը, ասի Հովիվ սառանում հիմա լիքը գազավորված հյութեր կան, ասի ես շատ եմ սիրում դրան։ Ասի ես ծոմ եմ վերցրել դրանցից։ Ես իրանց հանել եմ զոհասեղանին։ Ու հիմա ամեն անգամ Հովեր Երևակայի չտարավ, ամեն անգամ ես սառանը բացում եմ, հետո փակում եմ, բացում եմ, փակում եմ, ու ասում եմ ոչ, դու զոհասեղանի վրա ես, դու չես իջնելու ներքև։ Միջև քո որոշված ժամանակ դու մնալու ես քո տեղում։ Սելի եկեղեցի, սելի աղբայրներ քույրեր, հավատացեք, եթե ուզում եք Աստծո փառքը, դուք ինչ-որ բան պետք է անեք զոհասեղանի վրա։ Գիտեք, Աստվածաշունչը սովորեցնում է, օրինակի համար, ամուսիններ սիրեք ձեր կանանցը։ Դուք պրինցիպ եք ընկած ձեր կանանցը։ Գիտեք, դուք պետք է դա անեք զոհասեղանին։ Սելի քույրեր, նայեք, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ քույրեր, կանայք հնազանդեղեք ձեր ամուսիններին։ Դու պրինցիպ ընկած, չէ, ես պետք է ղեկավարեմ այս տունը։ Լսեք, միջև դու դա չանես զոհասեղանին, Աստծո փառքը չի իջնի։ Թույլ տուր թող քո տանը ոնց որ Աստվածաշունչն է դրել, ինքը լինի գլուխը։ Գուցե մեկ ասում ախր ինքը սկի պոչել չի։ Դու ես տենց սարքե։ Հələ թույլ տուր իրան տնամ գլուխ չի լինի։ Հələ երբ որ գալիս է տուն ու ասում է գիտես կա սենց մի հատ ծրագիր ունեմ, չի ստացվի, չանես։ Ես գիտեմ որ չի լինելու։ Ես չի լինում։ Բայց որ գալիս է տուն ասում ես բան, ասա, «Վсё անում ենք»։ Գուցե սրտումդ համոզված ես 100% որ չի լինելու, ասա մարջան անում ենք։ Պահացել այսքան փող ունեմ, ես էլ տալիս եմ որ գնաս անես։ Դոշակից տակն եմ պահել, թե ձերը դոշակի տակը չի, բարձյալա բարձի տակն է։ Այսքան էլ տալիս եմ որ այդ բանը անես, այսի սենց էկոնոմիա է արել։ Գիտեք իշն է հետաքրքիր, դու զոհ ես անում, քո եսը, քո այդ կառավարիչ լինելը, ոչ, ես պետք է հնազանդվեմ, ես դեր բարձրացնում եմ զոհասեղանին,
Ու մեկ էլ տեսնում ես Աստծո փառքը իշտում է քո տան մեջ։ Այն որ միշտ իրար հետ Հովանես Թումյանի շունու կատուն էիք, տո գող պիսո, տո քաչալ շուն փողերը սուրա, այնի մորթի սուրա տալիս էիք իրար։ Հիմա էլ տես չի։ Հիմա կանգնում եք աղոթքի Սուրբ Հոգու ներկայությունը իշտում է, Աստծո փառքը գալիս է։ Սկսում եք նոր հայտնություններ, նոր ծրագրեր։ Ու աղոթում եք դրա համար ու Տերը հաստատում է ու սկսում եք այնպիսի բան ու ձեր կյանքը գնալով ծաղկում է։ Ու մեկ էլ մեկը գալիս մլսի։ Դուք շունու կատու էիք։ Այս ոնց եղավ սենց հաշտվեցիք, սենց սիրով եք։ Մարդը ասում է լսի, ես զոհասեղանին լիքը բաներ եմ դրել։ Կնիկն ասում է լսեք, ես էլ եմ զոհասեղանին բաներ դրել։ Եվ Աստծո փառքը եկել է։ Աստծո փառքը եկել է։ Դու ստեղ ես։ Գիտեք Աստծո նպատակն է, ծրագիրն է, ցանկությունն է։ Լցնելու երկիրը փառքով։ Եվ Աստված դրա համար ինչ անում։ Մարդիկ է փնտրում։ Մարդիկ է փնտրում, որոնք կնորոգեն իրենց զոհասեղանը։ Կնորոգեն իրենց զոհասեղանը։ Հայկական մեր ասացվածքում սենց բանն է, չէ, միշտ հարևանի հարսը ավելի լավն է։ Գիտեք, հավատացեք։ Դու դա պետք է անես զոհասեղանի, քոն ավելի լավն է։ Քո կին ամենալավն է, քո ամուսին ամենալավն է, քո երեխան ամենալավն է։ Գուցե քո ամուսինը խնդիր ունի, բայց քո համար ամենալավն է։ Ամենալավն է։ Մի հատ բան ասեմ, մարդու չասեք։ Հենց որ նայում ես, որ ուրիշի մարդը ավելի լավն է, արդեն կամաց ձգտում ես մեղքին։ Դա ինչ անող, դնող, բերող։ Բա դու Բայց ինչ գիտես, որ իրանք այդպես ճանապարհ չեն անցել, ու ասենք ինքան զոհեր են արել։ Ու այսօր Աստծո փառքը եկել է։ Բալասրա կնիկը նայ ոնց է թխում, դու չես կարող թխես։ Բայց քո կնիկն էլ ես բան անում, որ նա կնիկը չի կարող անի։ Գիշեր ցերեկ կողոտ կանես թևերդ բարձրացրած է, քո գործի մեջ, քո ծառայության մեջ, քո ընտանիքի մեջ, երեխեքից խաբար չես, ոնց են երեխեքը մեծանում։ Դրանք այդ մի բաներ չի կարող թխի, ինչ անեն։ Շատ ես սիրում, ամեն անգամ արբեր մի հատ էլ իրան հյուրասիրի։ Զոհեր արա։ Իա, այդ տեր պակաս, երես կառնի։ Հավատացեք լսել եմ, գիտեք, որ քույրիկն ասում է երես կառնի։ Ասեմ այդ դեպքում մի ուրիշը իրան կառնի ու կտանի քո ձեռից։ Ու դրանց է լինում։ Դեք սիրելի քույրեր, ձեր ամուսները բան չեն, այն արորի մեջ աշխատող էշերը չեն, որ կա գյամը դրած բերան աշխատությունում եք ու վերջ։ Աստված իմ թեմային вообще դες բան չկա գրած։ Ես չգիտեմ խեմ սենց բաներ ասում։ Գիտեք ինքան կարևոր է, որ չշեղնեմ ես թեմայից հիմա։ Նայեք, ինքան կարևոր է, որ դու հասկանաս։ Ուզում ես դու զոհասեղանին բան դնես, թե չէ։ Եվ հիմա նայեք, երբ որ զոհասեղանդ նորոգվում է, էլ դու չես որոշում, ես սենց եմ ուզում, ասում ես Տեր ոնց ենք անում։ Երբ որ դու զոհասեղանին բարձրացնում ես, չես գալիս տուն, մեկ էլ տենում տան կահույքը չկա։ Ես որոշեցի տան կահույքը փոխեմ։ Մարդ ասում է, ինձ հարցրել ես, դե միշտ կարևոր է քեզ հարցնեմ, ես որոշեցի։ Գիտես որ դու ելում ես զոհասեղանին, էլ դու չես որոշում։ Ասում ես Տեր ոնց անեմ։ Տեր ոնց անեմ։ Գիտես, դու չես որոշում գնաստեղ կամ այնտեղ։ Աստված ասում գնաստեղ կամ գնանդեղ։ Գիտեք հովմերը, երբ որ ձմեռը գալիս էր, դա իր կատաստրոֆիկ ժամանակահատվածներ Հայաստանում։ Ինչքան տաք կուրտկա ուներ, տաք շալվար ուներ, տաք ձեռնոցներ ուներ, հատկապես եթե ինքը դուրս պետք է գնար, դուրս Հայաստանից դու ինչ-որ տեղ, ինքը հագնում էր։ Գիտես, եւ ինքը հայտնվեց մի տեղ, որտեղ որ ամենացուրտ քաղաքն է։ Գիտես, երբ որ Աստծո փառքը գալիս է, էլ չես ասում ես կգնամ, ասում եմ գնանտեղ որտեղ ես քեզ կասեմ։ Չես գնում այնտեղ որտեղ դու ես ուզում։ Չես այնում ինչ խելքդ փչում է։ Հնազանդվում ես ու սկսվում է Աստծո փառքի դրսևորումը։
սկսվում է Աստծո փառքի դրսևորումը։ Միատիկ բան եմ խնդրելու ձեզ, չգնաք տուն ամուսներ չկռվեք իրար, չասես, տեսար հովսս բանը, դու տեսար, սենց էր ասում։ Ամեն մեկը բարձրացրեք ձեր զոհը սեղանին։ Ոչ թե կռվելու, այլ ասելու Տեր, ես հասկացա, որ իմ տեղը պիտի զիջեմ ամուսնուս։ Այնն ասում եմ, ես հասկացա, որ քեզ ավելի շատ պիտի սիրեմ։ Կարող այսօր կինո գնանք։ Ասում եմ, վաու։ Մենք այսօր կինո։ Ես երազում եմ, որ դու մի օր գաս տուն ասես, սիրելիս, եք այսօր գնանք կինո նայելու, ֆիլմ նայելու, գեղեցիկ ռոմանտիկ ֆիլմա, գնանք ամենավերջում նստենք իրար այդ ֆիլմ նայենք։ Չէ, ամենասկզբում լավ։ Գիտես դորնված ես լինի։ Խոսք ասում է, ես կորնեմ քեզ։ Կորնեմ քեզ։ Հիշում եք Աբրահամին ինչ ասաց։ Կորնեմ քեզ։ Կորնեմ քեզ։ Եվ որ դու ինչ-որ բան հանում ես սեղանին ու գալիս Աստծո փառքը, դու չես դառնում քո գլխի տերը։ Եվ որ դու լսում ես ու հնազանդվում ես Աստծուն, ասում է կորնեմ քեզ։ Եթե հասեմ հիմա ով ուզում օրդվի, երևի էլի մի քանի հոգի կարող է ձեռ չբարձրացնեն ինչպես միշտ, բոլորը ձեռ բարձրացնեն, ես ուզում եմ։ Բայց դրանից առաջ դες չհետաքրքիր, որ դու պետք է անես մի բան, որը որ ինքը ուզում է։ Չէ, ես էսի չեմ անի, բայց դու ինքս տենց անի։ Օրինակ իմ ամուսինը չի սիրում լոբի։ Դու ամեն անգամ լոբի ես եփում։ Թող սովորի։ Տուն ուրիշ բան չկա, սովորի լոբի ուտել։ Թող սովորի։ Այնել ասում եմ, թող սովորի առանց փող մնալ։ Ես էլ դրսում հասկուտեմ կգնամ։ Կարիսատուն փորձում եմ, կանիք ինչ ես եփե, լոբի։ Գիտեք, չիմ ամենասիրած բաներից մեկն է։ Լոբի։ Չէ, ես կուշտ եմ, ինչ ես կերը խինգալի եմ կերը դրսում։ Իա, բա մեզ էլ բերել, չէ դու լոբի կեր։ Գիտեք, երբ գալիս է հնազանդությունը, սկսում է քո զոհերը, ու գալիս է նաև քո օրհնությունները։ Քանի դեռ չկա զոհասեղանին բարձրացրած մի բան, օրհնության մի սպասի։ Ամեն։ Գիտես, Աստված կանչել է քեզ ոչ թե անիծելու, այլ օրհնելու։ Աստված ընտանիքը չի ստեղծել, որ հաջորդ վայրկյանին բաժանի։ Փոշմանեցի, սխալվեցի, սս լավ չէր։ Աստված երբ որ ստեղծել է, ինքը օրհնել է։ Դա դևն է ուզում բաժանի։ Դա դևն է ուզում սելի քույրի քո աշկերը տնգի ուրիշի մարդու վրա, սելի եղբայր քո աշկերը տնգի ուրիշի կնգա վրա։ Բայց Աստված ստեղծել է, որ դուք իրար նայեք, իրարով հմայվեք։ Ու ամեն մեկը դե որ ձեր հերթին զոհեր եք անում։ Գիտես, այն մեկ-մեկ sense ֆիլմերում բան կա, չէ՞ որ sense ծաղիկներ ելում էին ու sense փաթաթվում են իրար ու sense հետաքրքիր, sense ռոմանտիկ երաժշտություն ա գնում։ Ձեր կյանքը տենց է դառնում։ Դու ստեղ ես։ Քո կյանքը տենց է դառնում։ Աստված կանչել է, որ քեզ օրհնի, ու դու կարող ես լինել նաև օրհնություն շատերի համար։ Դու կարող ես, կպի կողքին ասա դու կարող ես։ Դու կարող ես լինել օրհնություն շատերի համար։ Աբրահամի ուխտը սա էր։ Օրհնելու եմ քեզ, քո սերունդը։ Աբրահամի ուխտը սա էր, որ քեզանով կօրհնվեն շատերը։ Գիտես, երբ որ դու հելում ես զոհասեղանին, ինչ-որ բաներ դնում ես, դու դառնում ես Աստծունը։ Տեր ինչ անեմ։ Տեր ինչ անեմ։ Գիտես, խելքիդ ամեն փչացը չես անում։ Մի աստրայցելի կամպանիա սարքեմ։ Տենում եմ ոնց են իրան հաջողվում։ Մտնում ես բանկից, չգիտեմ քանի միլիոն փող ես վերցնում։ Դնում ես այդ կամպանիա սարքում ես, դռները բացում ես, սենց այդ օրերս ես գեղեցիկ ֆուրշետ ես սարքում, բան, սենց լրիվ գալիս են, ուտում են, խմում են, բան, ասում են, հա իհարկե, հենց որ բանլի քեզ կդիմենք, արդեն երրորդ ամիսն է դու չես կարողանում քո բանկի տոկոսները փակես։ Ու խելքի ես գալի գնում ես Աստծուն, ասում ես քեզ ասել եմ այս բան անես։ Բայց մինչև դու գնում ես Աստծուն, Տեր ինչ անեմ։ Տեր ոնց անեմ։ Տերը քեզ ասում է ոնց անես։ Ու դու դա անում ես ու դու հաջողվում ես։ Ու այն մյուսը գալիս բայց ոնց արեցիր որ հաջողվեցիր։ Ես լսեցի Աստծուն։ Բայց ոնց անեմ որ լսեմ։
կամ մի բան, ճանապարհ, բաներ կապ դի բարձրացնես զոհասեղանին, կգաստու փառքը, ու գիտես, քեզնով կկարողանա նաև ուրիշները օրհնվել, դու ուրիշներին կսովորեցնես։ Գիտեք, նաև իմ աշխատանքի մեջ ինչքան աշակերտներ եմ ունեցել, որ ես իրենց սովորեցրել եմ, որ ամեն մեկը միտեղ շատ սենց լուրջ պահանջված վարպետներ են։ Ու մեկ-մեկ ինձ ասում են, «Պաստոր, դու մենակ հոգևոր չես սովորացնում», ասում եմ, Աստված ինչ որ տվել է ինձ ձերի, ես ձերի տալիս եմ մարդկանց։ Ու մեկ-մեկ ինձ ասում են, «Ոնց աշակերտներին դու փող ես տալի, իրանք չեն քեզ փող տալ», ասում եմ, «Չէ, ես եմ իրանց փող տալի»։ Իրանք գալիս են ոնց սովորել, ես եմ իրանց փող տալի։ Ասում եմ, «Ոնց է տենց ելնում»։ Ասում եմ, որտեղ մի հատ խոսք կա իմ համար։ Ասում եմ, «Քո դաշտի մեջի աշխատողի վարձքը իր գունը դուր, որ հանկարծ չաղաղակի ինձ, ու ես լսեմ իր աղաղակը, օրհնությունը քեզանից փակեմ»։ Գիտես, իմ համար այդ խոսքը կա։ Ես հիմա մի հատ նոր մի աշակերտ է, ես իրան ասել եմ իմ պայմանները, որ շաբաթվա 3 օրն եմ աշխատելու, եթե հարմար է քեզ տենց արի, չէ՞ դու գիտես։ Գել դեռ ոչինչ չգիտի, բայց ես ամեն օր իրան գումար եմ տալի։ Ամեն օր ասած եմ 1000 ռուբլի իրան փող եմ տալի։ Այդ փողով 5000 դրամ։ Ասում եմ, ես բան չեմ ասում, ոչինչ։ Ասում բայց որ գնաս տուն հիմա։ Օրինակ հիմա հաց այսօր առած դու գնաս տուն մամադ կուրախանա, չէ՞ ասում հա։ Ասում դες տալիս եմ որ իրան ուրախացնես։ Ինքը չի աշխատում, ինքը չի վաստակում այդքան, բայց ես իրա մեջ ուրիշ բան եմ ուզում բարձրացնել։ Ասում եմ, քեզնով կարող են ուրիշները օրհնվել։ Եթե Աստված բարձրացրել է քեզ ինչ-որ բանի մեջ, պատճառ է ուրիշները օրհնվելու, որպեսզի քո օրհնությունը ավելի սկսի շատանալ։ Այդտեղ եմ ուզում կարդալ, խնդրեմ գաք նվագեք էլի։ Կուզենամ վերջացնեմ, ժամանակը շատ չխլեմ։ Ծննդոց 12-րդ գլուխ առաջի խոսքից։ Տերը ասեց Աբրամին. «Քո երկրից, այդ քո ազգականներից ու քո հորդ տնից գնա այն երկիրը, որ ես քեզ պիտի ցույց տամ։ Քեզ մեծ ազգ պիտի անեմ, ու քեզ պիտի օրհնեմ, եւ քո անունդ պիտի մեծացնեմ, ու դու օրհնյալ պիտի լինես։ Քեզ օրհնողներին պիտի օրհնեմ, քեզ անիծողները պիտի անիծեմ, ու երկրի բոլոր ազգերը քեզանով պիտի օրհնվեն»։ Հիմա հասկացաք, ինչ որ խոսում է խոսքը հաստատեց։ Հիմա նայեք, Աբրամին ասես դուրս արի։ Քանիս այդ գիտեք, որ Աբրամը ապրում էր մի ժամանակահատվածի քաղաքակրթությունում, որտեղ կար կոյուղի, կանալիզացիա։ Ու դուք պատկերացնում եք, ինքը ապրում է այդ հասարակարգում, որտեղ կա կանալիզացիա, այսինքն եթե կա կանալիզացիա, ուրեմն կա նաև առանձին տուալետ։ Ու ինքը գնում է վրաների մեջ ապրելու բահա ձեռին։ Իր կարիքները հոգալում է, գնում է փոսը փորում է, հետո ծածկում է։ Բայց ինքը այդ քաղաքակրթությունից է գնում այնտեղ։ Ու լսում Աստծուն։ Գիտեք, երբ որ մենք սկսում ենք լսել Աստծուն, նորից եմ ուզում այստեղը կարդալ։ Քեզ մեծ ազգ եմ անելու, քեզ պիտի օրհնեմ, ու քո անունդ պիտի մեծացնեմ, ու դու օրհնյալ պիտի լինես։ Երբ որ դու լսում ես Աստծուն, քեզ օրհնում է, քեզ բարձրացնում է, դու օրհնյալ ես լինում։ Քեզ օրհնողները պիտի օրհնեմ, քեզ անիծողները պիտի անիծեմ, ու երկրի բոլոր ազգերը քեզանով պիտի օրհնվեն։ Աբրամ գնաց ինչպես քեզանով պիտի բոլորը օրհնվեն։ Գիտեք, մի ժամանակ կար։ Ինձ աշխատանք խոստովեցին։ Ես մի աշխատանքի տեղից դուրս եկա առանց Աստծուն հարցնելու։ Գնացի մյուսը չեղավ։ Ես մնացի աբի սողոմի պես օդից կախված։ Ես Աստծուն մի բան ասի։ Ժամանակ ես վարձով էի ապրում, 3 երեխա։ Մեքենա ունեի, բայց վառելի գազ չկար Հայաստանում, բան, դες մեքենաների վրա բենզինով էր, բենզինի գումար չունեի։ Բայց ես Աստծուն մի բան ասի, ուզում եմ որ դու խոսես իմ հետ, ինչ անեմ։ Գիտեք, 3 ամիս Աստված լռեց։ Ասի, որտեղ ես իրան ասեմ, միջև չխոսես ոչ մի բան չեմ անել։ Ճիշտ եմ, հաճախորդները գալիս են, ես գնում եմ իրանց գարաժներում է, ասենց ասեմ իրանց մեքենաները նորոգում, իմ օրվա հացի փողը վաստակում է, բայց դա չէր իմը։ 3 ամիս Տերը լռեց։ Ես 3 ամիս աղոթում էի։ 3 ամիս սպասում էի իրան։ Որտեղ ես մի բան էի ասել, միջև չխոսես ոչ մի բան չեմ անել։ Եվ 3 ամիս հետո Տերը ծառայության ժամանակ խոսեց։ Մի նախադասություն։ Մեկ նախադասություն, սելի եկեղեցի։
Ամեն մարդիկ ովքեր մեզ նայում են, մեկ նախադասություն։ Եվ այդ մեկ նախադասությունը 14 տարի։ Դուք պատկերացնում եք 14 տարի ինձ օրհնել է։ Ես այդ ժամանակ երկհարկանի տուն եմ սարքել, ֆիրմա մեքենաներ եմ գնել, 3 ուսանող երեխա եմ ունեցել, ու մենակ ես իմ կնոջը չեմ թողել աշխատի մի բանի համար։ Ասել եմ ավելի լավ է դու մենակ երեխեքով զբաղվի։ Գիտեք, երբ որ դու փնտրում ես Աստծուն, ինչ որ բան ես դնում զոհասեղանի վրա, գալիս է իր օրհնությունը, գալիս է իր օրհնությունը։ Եվ գիտեք, ես 14 տարի օրհնվել եմ։ Այդ մեկ նախադասություն, որ Աստծո բերանից դուրս եկա, մեկ նախադասություն։ Ես այդ նախադասությունը եմ սպասում։ Այսօր ժամանակը քոնն է։ Նորոգես քո զոհասեղանը, որպեսզի գա կրակը եւ գա Աստծուց մի հատ խոսք, քեզ օրհնելու է։ Ու դες քո կյանքը փոխվելու է։ Ու դու էլ մի օր կանգնելու ես, մի ուրիշին ես պատմելու։ Երբ որ զոհասեղանդ նորոգում ես, մի նոր բան է սկսվում։ Դու սկսում ես նաև վարվել մարդկանց փրկելու ցանկությամբ։ Ես չի կարա քո Աստծո փոխհարաբերության մեջ այդ կրակը քո մեջ չվարվի մարդկանց փրկելու։ Չի կարա։ Որտեղ Աստծո գլխավոր նպատակը սա է մարդկային կյանքերի փրկությունը։ Եթե այսօր քեզ Աստված մի հատ բիզնես ա տվել, քեզ լիքը փող ա օրհնել, այդ չի տվել նրա համար, որ սենց կներեք էլի, սենց փորը տնգես ու սենց խփելով մանգաս ու տեսեք ինչ լավն եմ։ Աստված գուցե դա տվել ա, որ դու դրանից կարողանաս դնել միսիայի մեջ, դնել ներդրում անես Աստծո գործի մեջ, որսի կյանքեր փրկվեն։ Ինչ գիտես։ Բայց եթե դու փնտրես Աստծո երեսը, կհասկանաս ինչ պետք է դնես զոհասեղանին։ Ինչ գիտես ով մարդ, որ Աստված քեզ այնքան է լցնելու, այնքան է օրհնելու, այնքան է ասեն լիքը քեզ ֆինանսներ տալու, ու դու լիքը ֆինանսներով ծառայելու ես Աստծուն։ Լիքը միսիոներական դաշտեր ես ֆինանսավորելու, որ կյանքեր փրկվեն։ Գիտեք ինչքան քաղաքներ կան, որ ինչքան հայեր կան, որ ավետարանը չեն լսել։ Ու գուցե քո ֆինանսները մեկին ուղարկում է։ Ինչ գիտես։ Գիտես ես չգիտեմ որ 20 թվին, այսինքն 19 թվի վերջում ինձ Աստված խոսելու ասելով որ դու պիտի գնաս Արագածավան։ Գիտեք դա Թուրքիայի սահմանին 6000 բնակչություն ունեցող ավան է։ Գիտեք աշտարակում ինձ այնքան հարմար էր։ Ես այդտեղ ունեի իմ հեղինակությունը, իմ դիրքը, ամեն ինչ, ծառայությունը։ Բոլորը ինձ ճանաչում էին։ Ես այդ ամենը թողնում եմ ու գնում եմ մի տեղ, որտեղ ոչ մեկին չգիտեմ։ Դա ոչ մեկն ես դու։ Դες դες քո հետ կգամ։ Ուրդուն դեռ ես։ Ու գիտեք հիմա հրաշալի եկեղեցի բարձրացրի Աստված այնտեղ։ Հրաշալի շենքով։ Ես ունեմ 40 երեխեք այնտեղ։ Որոնց ծնողների 98% աշխարհիկ են։ Բայց իրենց երեխաները տվել են մեզ։ Մենք 40 երեխու ենք կերակրում։ 40 երեխու համար հրաշալի sense ճամբաներ ու ամեն ինչ կազմակերպում ենք։ Նաև իրենց քրիստոնեական դաստիարակություն ենք տալիս։ Տարբեր տեսակի մասնագիտություններ ենք, մասնագետներ ունենք, որ իրենց սովորեցնում են։ Ես չգիտեի, որ տես բանը ուզում Աստված անի։ Ես ինչ իմանայի։ Ասում եմ, քեզանով կորտնվեն ուրիշները։ Ես այդ ժամանակ շատ դժվարություններով էլ անցա։ Ես առաջ անգամ այստեղ խոսել եմ իմ դժվարության մասին։ Բայց գիտեք, այդ երեխեքը իմ կյանքի մեջ դարձան իմ համար այն ամենալուսավոր կետերից մեկը։ Եթե ես չգնայի, չլսեի Աստծուն, ես հիմա չէի կարող այսպես ձեր հետ խոսեի։ Ես հիմա չգիտեի ինչ կլներ։ Բայց գիտեք, մի կարևոր բան կա։ Երբ որ դու լսում ես Աստծուն ու ինչ-որ բան Աստված ասում է դիր զոհասեղանը դնում ես, դու դառնում ես ուրիշի համար օրհնություն։ Գիտեք, ես մի բան էլ կասեմ ու կվերջացնեմ իմ խոսքը։ Մեկ օր մի մարդ իմ համար աղոթում էր։ Ասա շատ երեխեք ես ունենալ։ Ասել լսեք, դուք չեք հասկանում, որ իմ կինել չի կարող ծննդա բերի։ Ես չեմ կարող երեխա ունենալ։ Այն էլ ոնց եմ ուզում, բայց չեմ կարող։ Իմ տղայից հետո է։ Ասեց, Աստված քեզ շատ երեխեք է տալիս։ Ու գիտեք, ես չէի հասկանում դա ինչի մասն է խոսքը։ Հետո որ սկսվեց կենտրոնը, հետո մեկ օր Գյումրիում տղամարդկանց հավաքույթ էր։ Դա շաբաթ օր էր, ես գնացել եմ Գյումրի տղամարդկանց հավաքույթի, տղամարդկանցով Արագածավանի։ Ու գիտեք, երեխաները
պատանիներ ու երիտասարդները, որ իմացել էին, որ ես ծառայության եմ, իրանք տուն չէին գնացել, մոտ մի 15-20 երեխա։ Ու սպասում են մինչև ես կգամ։ Եվ գիտեք, հենց ես մեքենայով մտա եկեղեցու բակ, երեխաները դրսում էին։ Հովիվն եկավ, ու երեխեքը սկսեցին վազել։ Ու գիտեք, ինչ չեն թողել մեքենայի ճիշտն եմ, ամեն մեկը գրկում է ինձ, հովիվն եկավ, ու գիտես, ես նստած տեղս լացում եմ։ Խոսում եմ, Աստված իմ, դու ես երեխեքի մասն էիր խոսում։ Իրանք դարձել են իմ երեխեքը։ Չեն թողում, գրկել են, մեկը պատճում է, մեկը հովիվ գրկել է, ասենց եղվում է։ Ու գիտես, իմ ներսում էսպես ես փլվել ու նստած մեքենայի մեջ լացում եմ։ Աստված, դու ես ինչ ես անում։ Գիտես, երբ որ դու լսում ես Աստծուն, ինչ որ բան դնում ես զոհասեղանին, դու դառնում ես օրհնված մարդ առաջինը։ Աստծո փառքը գալիս է քո վրա։ Եվ հետո գիտես, դու դառնում ես նաև ուրիշի համար օրհնություն։ Եթե ինձ 19 թվին ասեն, որ գիշկա դու այսքան երեխեքի կյանքի վրա օրհնություն ես դառնալու, ես կասեի, չի կարա տես բան լինի։ Գիտեք, արդեն 5 տարի, այս տարի կլինի 5 տարի, մենք կենտրոն ունենք եւ ամեն տարի մենք ունենում ենք այդքան երեխեք։ Ասեմ նույնը չեն։ Ոմանք մեծացել են, տեղափոխվել են ուրիշ տեղ, ոմանք մեծացել են, ծնողները արդեն աղջիկ են եղել, օրինակ, իմ ասեն, չէ, դու դի պսակվեց եկեղեցի պիտի չգնաս։ Մենք ազատ ենք թողում, ոչ մեկի չենք պարտադրում։ Ամեն տարի նոր երեխեք են գալիս, ու նոր կյանքեր են փոխվում։ Օրհնություն ուրիշի համար ասեց, նորից եմ ուզում այդ տեղը կարդալ։ Քեզանով պիտի օրհնվեն ազգեր, ազգեր։ Սելից դուք ստեղ նստած եք, գուցե ձեզանով ազգեր են օրհնվելու։ Իսկ դու մտածում ես մենակ քո փորի մասին։ Գուցե քեզանով կյանքեր են փրկվելու։ Իսկ դու մտածում ես, չէ, ես ուզում եմ այսքանով վերջ։ Եսայի 6:8-ում ասում է, ով կգնա իմ համար։ Գիտես, երբ որ դու ինչ-որ բան դնում ես զոհասեղանին, գալիս են թռչունները, որպեսզի դա տանեն։ Եվ որ դու սկսում ես պայքարել, գալիս է նաև մի հատ թմիր քո վրա։ Այդտեղ դու մոռանում ես արդեն ինչ ես դրել զոհասեղանին։ Ու հանկարծ գալիս Աստծո փառքը, սկսում է քո հետ խոսել, եւ այդ կարակը լինում է նշան, որ այդ ամենը վերցնում է։ Խնդրում եմ քեզ, ելի եկեղեցի, մտածեք, եթե հիմա հայտնվեք երկնքում, ուր եք գնալու, հավիտենական կյանք Հիսուսի հետ, թե դժոխք։ Ես չեմ ուզում դժոխք։ Այդ դեպքում այն ինչ որ քեզ խանգարում է Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելու, իր հետ ժամանակ անցկացնելու, բարձրացրա զոհասեղանին։ Գուցե մեկ ասում է, հովիվ, իմ աշխատանքը այնքան ծանր է, ես չեմ կարող։ Գիտեք, Աստված երբ որ մարդուն ստեղծեց հոգի, շունչ, մարմին։ Բայց չգիտես ինչի հիմա մարմինը եկել է առաջ, շունչը մնացել է իր տեղը, հոգին գնացել է վերջ։ Գիտեք, մեր մարմինը, այս մարմինը, ինչ որ հիմա դուք տեսնում եք, որ շարժվում է, դա երկինք չի մտնելու։ Եթե Հիսուսը հիմա գա, մի ակնթարթում ինքը փոխվելու է։ Եկեք չապրենք մենակ այս մարմնի համար։ Եկեք ապրենք մեր հավիտենության համար։ Գուցե մեկը մտածում է, ես էլ մտածում եմ, այսօր եթալու եմ ասես, գիտես կա, վաղվանից 1 միլիոն ռուբլի փող եմ քեզ ամեն օր օրհնելու։ Գուցե ես չգիտեմ։ Գուցե ես չգիտեմ, բայց ես մի ուրիշ բան գիտեմ։ Ես գիտեմ նրան, ով որ կարող է այդ ամենը անի։ Ես գիտեմ նրան, ով որ կարող է այդ ամենը անի։ Ես մեկ ասում եմ, եթե պապան իրանց ասֆալտից մի քառակուսի մետր կտրի ուղարկից, գիտեք ինչքան հարցեր կլուծենք։ Մեկ ասում է, դի որն է։ Չէ՞ որ երկնքի թագավորության մեջ ասում է ճանապարհները ոսկուց են։ Մի քառակուսի մետր ասում, պապ շատ չէ, որ ուղարկես, գիտես ինչքան երեխեքի կյանքեր կփոխենք։ Ես վերջերս մաղոթքի ժամանակ մի բան հասկացա։ Մենք հիմա նոր պրոյեկտ ենք սկսել։ Օրհնում ենք ուրիշներին։ Ու մենք գտել ենք գյուղում անապով ծերերի։ Մեր խոհարարը շատ պրոֆեսիոնալ խոհարար ունեն, Աստված օրհնի իրան, շատ հրաշալի մարդ, իրականում հենվում ես վրան, չես վախենում, որ անկարծ կընկնես։ Ինքը սնունդը սարքում է, ու նաև ինձ շատ հարցերում է ուրիշ ծառայության մեջ օգնում է։ Սնունդը սարքում է,
Մենք վերցնում ենք պատանիներին, աղջիկ տղաներ, ու մեծերից մեկը դնում ենք իրանց հետ, մախրոք իրանց հետ խոսացած պայմանավորված, գնում են իրանց տուն։ Երեխաները իրան կերակրում են, աղջիկները տուն օգնում են, մաքրում են, հավաքում են, տղաները հայատի գործեր են անում, ու դուք որ տեսնեք այդ երեխաների ուրախություն, այդ վաստորգը, որ այդ հովի մյուս անգամ երբ են գնալու, ասում այդ տատիկի լավ տատիկ էր, սենց արեց, սենց մաքրեցինք հովիվ, էս արեցինք, այն արեցինք, դեք երեխաների մեջ բարձրանում է մի բան, պատվել մեծերին։ Ասում է քեզանով կորտնեմ ազգերը։ Դա գիտեք երբ է լինում, երբ որ դու ինչ որ բան դնում ես զոհասեղանը։ Եթե 19 թվին աշտարակը չդնեի զոհասեղանը, այսօր չի կարելի ստականգնի խոսեի։ Այստեղ քուրիկ ունեք, որ իմ խմբակում է եղել։ Եթե չդնեի դա զոհասեղանը, ես ինձ չէի ունենա։ Բայց միշտ արագացում ասում եմ, որ Տեր ասեց գնալու ես, ես սա դնելու եմ զոհասեղանում, գնալու եմ ուրիշ տեղ։ Բամ են, քո հետ կգանք, ասի չեք գա։ Աշտարակում են ասեն քո հետ կգանք։ Սկզբում եկան հետ հասկացան, որ չեն կարա։ Նայեք ինչ է հետաքրքիր։ Աստված ուզում է կյանքեր փրկի։ Եվ մանա գալիս ով կլինի նա, որ կասեմ, այս տատրակը, այս անասունը, օրինակ հիմար, այս խոյը, այսի դիր զոհասեղանին, ու դա կլի փոխհարաբերական քո կյանքի ինչ որ իրավիճակ, քո բնավորություն, քո ծուլություն, չգիտեմ, ընդཐུպ քո կյանքի ինչ որ մի մաս։ Դու դնում ես զոհասեղանին, գալիս է փառքը, գալիս է կրակը, ու դու դառնում ես մեկի համար օրհնություն։ Ամեն։ Ես օրհնում եմ ձեզ։ Ես ուզում եմ, որ ձեր մեջ բարձրանա սա։ Մի վախեցեք։ Մի վախեցեք, երբ որ ինչ-որ բան դուք Աստծո համար կթողնեք։ Գիտեք կգա Աստծո հոգին ձեր վրա։ Գիտես դու կկարողանաս կյանքեր փոխել։ Ու երբ որ ես տեսնում եմ մեկի կյանքը փոխվում է, դա իմ համար ամենամեծ ուրախությունն է։ Կապ չունի, որ ես ինչ որ դժվարությունով եմ անցել կամ սուգ եմ ունեցել կամ ինչ-որ բան, դա կապ չունի։ Կապ ունի, բայց կապ չունի։ Ես տեսնում եմ, որ մեկի կյանքը փոխվում է, ես ուրախանում եմ։ Եվ որ ես լսում եմ, որ ծնող ասում է, դες կա իմ երեխան ինչ գալիս է կենտրոն, այս փոխվել է, ես ուրախանում եմ։ Որտեղ դա մեր ապագան է, դա մեր սերունդն է։ Ես կխնդրեմ քեզ, որ դու ոտքի կանգնես։